Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, թե ինչ քայլերի կդիմեն իրենք, եթե Ռուսաստանի հետ համաձայնությունները ձախողվեն։ Նա նշում է, որ այդ դեպքում Կիևը Միացյալ Նահանգներից նոր ռազմական օգնություն կպահանջի։ Ուկրաինական իշխանությունները կդիմեն Սպիտակ տանը նոր սպառազինություն ստանալու համար։ Սպառազինությունից բացի, Կիևը կպահանջի նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, ասել է Զելենսկին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երդվել է 7-րդ անգամ անընդմեջ զբաղեցնելով երկրի նախագահի պաշտոնը։ Եգիպտոսը նոր առաջարկ է արել Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ։ Պաշտոնական առաջարկը նախատեսում է այս գոտում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը եւ նրանց հանձնումն իսրայելական կողմին 1.5 ամիս ոչ ավելի ժամկետում։ Ի պատասխան Գազայում պետք է վերականգնվի հրադադարը եւ վերսկսվի մարդասիրական օգնության առաքումն անկլավի բնակչությանը։ Եթե հակամարտող կողմերը համաձայնեն Եգիպտոսի առաջարկին, ապա 5 պատանդներից բաղկացած առաջին խմբականակը կարող է ազատ արձակվել մինչև այս շաբաթվա վերջ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանն այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ կայացել է նրա հանդիպումը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են սիրիական վարչակազմի հետ շփումների կարևորությունը, հայտնելով այս երկրում կայունություն ապահովելու եւ ահաբեկչության դեմ պայքարելու իրենց վճռականությունը։ Խոսել են Գազայում կայուն հրադադարի կարևորության եւ դրա տարածաշրջանային նշանակության համար։ Քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցը։ Միացյալ Նահանգները Սիրիային է փոխանցել պայմանների ցանկը, որոնք Դամասկոսը պետք է կատարի պատժամիջոցների մասնակի չեղարկման դիմաց, հայտնում է Reuters-ի աղբյուրները։ Գործակալության տվյալներով ցանկում ներառված է նաև դրույթ օտարերկրացիների բարձր մակարդակի ղեկավար պաշտոններ չզբաղեցնելու մասին։ Սիրիան արդեն մի քանի օտարերկրյա նախկին ապստամբների, դրանց թվում Ույղուրի, Հորդանանցու եւ Թուրքի պաշտոնի է նշանակել, ինչն անհանգստացրել է օտարերկրյա կառավարություններին։ Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմաններից մեկն էլ այն է, որ Սիրիան ոչնչացնի քիմիական զենքի մնացած բոլոր պաշարները եւ համագործակցի ահաբեկչության դեմ պայքարում։